Դες պարոն Աբրահամյան կխնդրեի ավելի հստակ եւ կոնկրետ ի վերջո երկրորդ եւ երրորդ նախագահների նրանց թիմերի միջև արկա է արճակատում թե ոչ թվացial արճակատում է թե իրական թե բեմադրություն է վերջո եւ իմ հարցը իմպիչմենտի գործընթացին է վերաբերում Պարոն Աբրահամյան, ինչ եղավ այդ գործընթացը, կարծեք ազգային ժողովի շքամուտքից ներս չի փոխադրվում, ի վերջո եկաք վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի շուրջ համաձայնության, ինչն է ձեզ կաշկանդում, որպեսզի ձեր շարքերից արժանավոր, վաստակավոր հանրապետական կուսակցության անդամ որևէ թեկնածուի առաջադրեք, օրինակ Պարոն Դավիթ Հարությունյանին, օրինակ պարոն Սամվել Նիկոյանին, օրինակ ձեզ, օրինակ պարոն Մամիջանյանին, ինչ որ հարցում, ինչ որ հանգամանք կա, որը կաշկանդում է ձեզ, շնորհակալ։ Իհարկե շատ շնորհակալ եմ, որ ձեր պատկերացումներում ես կարող եմ որպես վարչապետի թեկնածու դիտվել, դա շատ կարևոր պատասխանատվություն է, հատկապես երբ որ հանրությունն է խոսում դրա մասին եւ խոսում է մարդիկ, որոնք միգուցե իմ քաղաքական մոտեցումները չեն կիսում, բայց իմպիչմենտի գործընթացը պայմանավորված չէ բացառապես հանրապետականով, որովհետեւ գործընթացը շատ ավելի լայն կոնտեքստ է ենթադրում քաղաքական գործընթացների եւ process-ների տեսանկյունից եւ նախաձեռնողները, ովքեր դիմել են այդ թվում Հայաստան եւ պատիվ ունեն խմբակցությունների եւ նաեւ արտախորհրդանական ուժերի հետ են որոշակի կոնսուլտացիաներ իրականացնում, ունեն որոշակի պատկերացումներ եւ այդ պատկերացումները ենթադրում են նաեւ այդ պատկերացումներին համահունչ նաեւ տեխնացուի առաջին պլան բերել եւ քննարկման առարկա դարձնել։ Պրոցեսի հետ կապված մեր պաշտոնական դիրքորոշումը մենք հստակ արտահայտել ենք մեր ֆրակցիայի հայտարարության միջոցով։ Գործընթացը, երբ որ գա հասնի այդ կետին առաջադրման հետ կապված, մենք արդեն այդ ժամանակ մեր լրացուցիչ դիրքորոշումը այդ մասով կարտահայտենք։ Ինչ վերաբերում է բեմականացումներին, ես չեմ կարծում, որ այստեղ գտնվող որևէ մարդ, այդ թվում դուք կարծում եք, որ իմ քաղաքական կենսագրությունն կամ գործունեությունը որևէ ձևով կարող է կապված լինել ինչ-որ բեմականացման հետ եւ նույնիսկ այս տեսանկյունից կոռեկտ չեմ համարում այս թեմային այլ ձևով նաեւ արտահայտելու։ Ես կարծում եմ այն տեղեկատվությունը, որը արկա է ընդհանուր արտավարական տարբեր մոտեցումների հետ, դրանք արդեն դաշտում արտահայտված են։